Բարի օր, վերջին ամիսների շատ խառախշտիկ քաղաքական լրահոսի մեջ եկել ենք ձեզի պատմելու մի հատ շատ ապաքաղաքական թեմայի մասին, ըդիկ շիրակցու ու գյումրեցու հումորն է։ Գաղտնիք չէ, որ մեր կողմի ժողովուրդը հումորով համ քննադատել է, համ գովացել է, համ էլ ուրախության ու տխրության մասին է խոսացել։ Նույնիսկ մեծ աղետից հետո, որ մենք հավերժ կապված մնացինք մեծ ակնթարթին, դուրս եկանք այդ ակնթարթից հումորով։ Նույնիսկ ամենակրիտիկական պահին լաց եւ ծիծաղ այդ համամիասնությունը, երկմիասնությունը միշտ ուղեկցել է ժողովրդին։ Գիտենք, որ մեր բանասական տեքստերը հիմնականում դրսևորվել են ծեսի, սովորույթի, ավանդույթի լեզվով։ Այս ամենի մեջ անշուշտ մեծ դերակատարում ունեն մեր պատմական հայրենիքի, Արևմտյան Հայաստանից բերված եւ ներքին Փասենից, Կարսից, Բայազետից, Կարինից բերված մշակույթը։ Օրինակ Գյումրեցին վիրավորելու ժամանակ էլ իր սուր խոսքը շատ հումորով է մատուցել, որ թիմացինը չի էլ հասկացել դիք հումորը թե վիրավորանք։ Գրեթե բոլոր գյումրեցիները ունեցել են երկու անուններ։ Մեկը բնութագրական եւ մյուսը բուն այդ մարդու անունը։ Պոլոզմուկուտին մի առիթով հարցրել են ինչի գյումրեցիները երկու անուն ունեն, ցել են մարդու դուրսը նայելուց բացի մենք ներսն է գնայինք։ Այդ ներսի աշխարհի մագանունները թերևս հենց այդ հումորի վավերացումն է։ Օրինակ Պատում Մարտիրոս, կյանքում մի անգամ պատում է գնացել, ինչ եղել է պատումից է պատմե։ Հա, պատում սպես էր, անունը Պատում Մարտիրոս են դրել։ Կարճ ասած շիրակցու խոսքը ջեպը դրած է, ըդիկ քիչադից այսօր անցել է նաև մեր սերունդներին։ Կա նաև մի հանրային փորձառություն, որից օգտվում է այսօր մեր երիտասարդությունը, այսինքն թերթում է այն էջերը, որոնք որ արդեն վավերացված են որպես հումորային էջեր, երգիծանքի էջեր, ու Շիրակի երգիծանքը վկայվում է որպես արդեն գրավոր պատմություն։ Հեգնանքն ու ծաղրանքը հումորի գործիքներից են։ Այդոնցով մենք քննադատենք այն մարդկանց, որոնք այդպես էլ իսան չեն դառնա, ու լիքը վատ սովորություններ ու երևույթներ։ Իրանք խոսում են այնպես, ինչպես ցետը կատետ ճրակը։ Միշտ ասում են, այ հումորը այդպես պիտի լինի։ Եվ Շիրակցու թևին կամ Գյումրեցու թևին ֆիլոզոֆ կա, նրա խոսքը ասուն ավելի շուտ է հասնում, բայց մուխագի ասված քննադատական խոսքը դժվար է հասնում, ավելի լավ է դա այլախոսիկ լինի։ Շիրակցու խոսքը պատմական նկարագրություն ունի ու շատ խոր է բարեկամական կապեր մշակույթի հետ, բայց արիուտեսօր այսօր այդ պատմության մասին քչերը գիտեն։ Հմիքսեք հազիվ բարի բանում կխոսայր էլի թարախ բանում հմտիսես չէ, բայց դե ինչ չսեմ, որ այսօր մեր երգիծական բանահյուսության մասին ավելի շատ կարիք կա խոսալու, որ մեր Գյումրվա հումորը տապակ հումորի չվերածվի։ Կարելի է ասել, ավելացել են հումորիստներ, բայց չի ավելացել հումոր։ Հումորը պահպանվել է հին Գյումրվա հումորը, բայց փոխվել են բառապաշարները, վարվելակերպը, հարթակները։ Եթե այն ժամանակ կարելի էր ամեն Գյումրվա հայտնի թաղամասում տեսնել մի հավաքված խումբ ու լսել տարբեր հետաքրքիր պատմություններ, որոնց մեջ անմիջականորեն կար հումորը, այս պահին մենք ցավոք չենք տեսնում։ Հմիսածս ինչ է, մենք մեր ցայգով ու կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը որոշել ենք, որ Շիրակցու երգիծական խոսքը առաջիկա ամիսներին տեգից վրա պիտի ներկայացնենք ձեզի։ Բայց որ մնացեք մեր հետ, որ քաղաքական լրահոսի մեջ չխելեռիք, իսկ եթե երգիծանքի մասով մեր հետ խոսալու բան ունի կամ առաջարկներ, մարտես, ուրմն կամ գրեք մեր էջին կամ զանգեք ցայգի ձեռին։